Վարյար, հենման կետում հանրապետության 3 սերունդն է, ինչպես արդեն հաստատված ավանդույթ ունենք։ Եվ հանրապետության 3 սերունդը այսօր ձեզ համար ներկայացնելու է Հանրապետություն կուսակցության A5 ծրագրի ըստիս ամենակարևոր արժեքներ հատվածը։ Մեզ համար բարձրագույն արժեք է ինքնիշխանությունը, եւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը անսակարկ արժեք է արտահայտությունը մեր A5 ծրագրի 3-րդ կետի առաջին հատվածն է։ Փորձենք բացել։ Պարոն Զաքարյան։ Շատ տպավորիչ էր հենց առաջին կետ ինքնիշխանությունը, քանի որ վերջին տարիներին հասարակության մեջ այդ ինքնիշխանության զգացումը, անկախության զգացումը շատ ավելի խորը նստվածք ստացավ եւ յուրաքանչյուր քաղաքական ուժ, յուրաքանչյուր քաղաքական գործիչ փորձում է իր բոլոր խոսույթները գոնե խոսույթում մի բառ տեղավորի ինքնիշխանությունը ավելացնելու համար, կարծես ինքնիշխանությունը դարձել է սովորական բառամթերքի մի բաղկացուցիչ մաս եւ բոլոր քաղաքական գործիչները պարտադիր պետք է դրա մասին խոսեն, բայց չէ որ ինքնիշխանությունը, անկախությունը, սուվերենությունը ինքնին շատ խորը, կարևոր եւ կարևորագույն բովանդակություն է, որի տակ հայրենիքն է, որի տակ պետությունն է, որի տակ մենք ենք, ես, դուք, միջակայական հայը, ով ապրում է այդ ինքնիշխանությունում, այդ անկախությունում, ինքը պետք է գիտակցի այդ ինքնիշխանության, անկախության գինն ու արժեքը, ոչ միայն կենացային ժանրում, ոչ միայն քաղաքական խոսույթում, ելույթում, կամ ասացվածքում, չգիտեմ, կամ այլ տեղերում փորձի օգտագործի ու տիրաժավորի ինքնիշխանությունը, այլ հասկանա դրա գինն ու արժեքը, որ իսկապես Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը բարձրագույն արժեք է, անսակարկ արժեք է եւ որևէ քաղաքական ուժ, քաղաքական եւ բարոյական իրավունք չունի սակարկման առարկա դարձնել ինքնիշխանությունն ու անկախությունը եւ մեզ համար դա բարձրագույն արժեք է։ Պարոն Բեջանյան, ինքնիշխանությունը Հայաստանի Հանրապետության համար անսակարկ արժեք է եւ ինքնիշխանությունը Հանրապետություն կուսակցության համար անսակարկ արժեք է։ Արդյոք, ինչպես պարոն Զաքարյանը նշեց, շատ հաճախ քաղաքական ուժերը այդ անսակարկ արժեքը չեն բովանդակազրկում, փորձելով նույնիսկ ինքնիշխանությունը ըստ էության դարձնել ենթակայություն։ Բարև ձեզ։ Ինքնին ցանկացած անսակարկ արժեք եթե սակարկում ես, բնականաբար արժեզրկում ես, ինչ բան է ինքնիշխանություն, ինքնիշխան պետություն, դասագրքային սահմանում, տարածք, ժողովուրդ, սահմանություն, բայց գնանք էլի A5-ի մյուս կետերով էլ այդ ամեն ինչը ներկայացված է եւ ոչ միայն թե ինչի վրա պետք է հիմնված լինի, որ տնտեսություն զարգանա, անվտանգություն, մյուսը, բայց ինչով է որպես արժեք շատ կարևոր ինքնիշխանությունը։ Տեսեք, էլի դա է եկած ճշմարտություն, որ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը, որտեղ իշխանությունը ի վերջո ժողովրդի մեջից է դուրս գալիս։ Եթե միայն ասենք, որ դա պետական կառավարչի, չգիտեմ, քաղաքական էլիտայի պարտականությունը ինքնիշխանության հասկանալ ինչ բան է ինքնիշխանությունը, ոչ, ցանկացած քաղաքացու յուրաքանչյուր մարդու պարտականություն է, որտեղ այդ հասարակության մեջից ի վերջո պետք է գա պատվիրակված ինչ-որ մի անձ կամ ինչ-որ անձանց խումբ, ով կառավարի ու պաշտպանի, արժևորի պետությունը։ Հիմա, եթե շատ կարճ հավելեմ Գևորգին, ինքնիշխանության պահպանման համար կամ ինքնիշխանությունը որպես արժեք գնահատման համար քաղաքացին, մարդս, հայս պիտի ինչ անի։ Ամեն մեկը իր տեղում գիտակցի, որ իր կատարած աշխատանքը կարևոր էլեմենտ է ինքնիշխանության պահպանման համար։ Մանկավարժը, երբ կրթություն է տալիս նոր սերնդին, դրանով մանկավարժը այդ արժեք է ստեղծում, որը պաշտպանում է ինքնիշխանությունը։ Զինվորը սահմանի կանգնելով
ստեղծում է արժեք, որը պաշտպանում է ու զարգացնում է ինքնիշխանությունը։ Այսինքն ամեն մասնագիտություն, ամեն մարդ իր ոլորտում իր արած աշխատանքով ստեղծում, պահպանում ու զարգացնում է ինքնիշխանությունը։ Այս գիտակցությունը պիտի լինի, որտեղ մենք դա անում ենք առանց հասկանալու։ Եթե մենք հասկանանք, որ այդ մեր արածը նաև ինքնիշխանության պաշտպանման համար է, մենք դա շատ ավելի պատասխանատու կերպով կանենք։ Լավ։ Ես կարծում եմ, որ ինքնիշխանությունը ամենայն դեպս ցանկացած պետության գոյության պարտադիր պայման է եւ իրավահարաբերությունների սուբյեկտ լինելու պարտադիր պայմանն է։ Բոլոր դեպքերում 2026-ի ընտրությունները, հունիսի 7-ի ընտրությունները ոնց ուզում եք վերցրեք, Հայաստանի քաղաքական դաշտում դառնալու են նաև ինքնիշխանության հանրաքվե։ Որովհետև որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Կրեմլի վկաների փաղանգը ամենից բարձր պետականություն, ինքնիշխանություն, անվտանգություն, չգիտեմ էլ ինչ բացականչություններով արդեն այլևս անթաքույց Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքում հաստատված լինելու կարգավիճակով ինքնիշխանությունը փորձում է փոխարինել, ջանում է փոխարինել ենթակայությամբ։ Ինչպես միշտ։ Այո, ինչպես ցավոք, ինչպես միշտ։ Անցնենք մեր ծրագրի երկրորդ կետին։ Ժողովրդավարություն եւ ազատություն։ Հայաստանի Հանրապետությունում ամենաբարձր արժեքը մարդն է, ազատ ընտրության, ազատ խոսքի նրա ընտրությունը անձեռնմխելիություն է։ Ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի։ Ես կարծում եմ, որ այս վերջին նախադասությունը առայն որ ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի, թերևս գլխավորն է մեր կյանքում ու ստեղծված իրավիճակում, որովհետև շատ հաճախ մենք ժողովրդավարությունը պատկերացնում ենք այսպես ժողովրդավարությունը կգա ու մեզ ամեն ինչից կպաշտպանի, բոլոր խոչընդոտները մեզ համար կհաղթահարի, մեզ համար կստեղծի ստերիլ վիճակ եւ մենք պարզապես անելիք չունենք, այլևս ժողովրդավարության պայմաններում պետք է լինենք հարուստ, երիտասարդ, երջանիկ։ Իրականում միանգամայն հակառակը։ Այդ հակառակում համոզվելու համար խնդրում եմ ձեր օգնությունը, պարոն Զաքարյան։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հատվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է։ Եվ հենց այս հոդվածից է սկսում մարդու ազատություններն ու իրավունքները, եւ մարդը պետք է գիտակցի, որ ինքը իր ինքնիշխան տարածքում բարձրագույն արժեք է եւ ինչպես դրսևորի այդ ինքնիշխան տարածքում ժողովրդավարությունը անխոս պետք է պաշտպանել, որովհետև ժողովրդավարությունը, ինչպես նշեցիք, մեր բոլոր խնդիրներն ու խնդիրները լուծելու Համադարման չէ, ինքը չի գալու է մեր բոլոր խնդիրները լուծելու, ինքնիշխանությունը, տնտեսությունը, անվտանգությունը, ժողովրդավարությունը ինքը լայն հասկացողություն է, բայց առաջինը ժողովրդավարությունը պետք է պաշտպանված լինի, ժողովրդավարությունը մեզ պաշտպանի, մեզ ինչից պաշտպանի, ատելության խոսքից, վիրավորանքից, զայրույթից, որ բոլոր քաղաքական ուժերը, գործիչները, այսպես կոչված քաղաքական գործիչները ստանալով մի հատ հրահանգ SMS կամ չէ, եկող վիրավորվեն, իրենք այդ արտահայտությունից, իրենք ներքուստ հասկանալով մարդուն վիրավորում են, անպատվում են, բարոյազրկում են, հետո ասում են, օ գիտեք, ժողովրդավարություն է, չէ, ժողովրդավարությունը այդ չի, ժողովրդավարությունը ընտանիքի մոդելի գաղափարը հարգել գիտի, ընտանիք հարգել գիտի, մարդու անձնական կյանք հարգել գիտի, վերջի վերջո բարձրագույն արժեք հարգել գիտի, որովհետև բարձրագույն արժեքին ամեն քայլափոխին ոտնահարես, ոտնակոխ անես, մի հատ էլ գաս վրա երթով հասկացնե, անցնես վրայով ու ասես, որ դեք ժողովրդավարություն է, դուք ով եք, որ ինձ պատասխանատվության ենթարկեք, չէ, դա չի ժողովրդավարությունը։ Ժողովրդավարությունը ինքը լայն հասկացողություն է եւ յուրաքանչյուր բարձրագույն արժեք պետք է գիտակցի իր դեր ու նշանակությունը ժողովրդավար պետությունում։ Հրաշալի էր։ Ձեր նախորդ պատասխանում, պարոն Բեջանյան, դուք արդեն անդրադարձաք մարդու, կոնկրետ մարդու իբրև բարձրագույն արժեքի դերին։ Ձեր գնահատականով ժողովրդավարություն եւ մարդ փոխհարաբերություններում արդյոք մարդը միշտ է ընտրում ժողովրդավարությունը։
Գևորգ հղում արեց սահմանության, ես էլ հղում կանեմ, նույն սահմանության մեջ մարդու ազատությունների կետում նշվում է, որ մարդու ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է մյուսի ազատությունը, ու հենց այս սահմանի ճիշտ գծման մեջ է թաքնված ժողովրդավարություն ու ամենաթողություն սահմանը։ Եթե հաշվի առնենք, որ մենք այս կետը հենց արժեքներ կետի ենթակետն է, այսինքն ժողովրդավարության արժեքային կտորն ենք նայում, պիտի հասկանանք երևակայի ամենակարևոր հատվածը ժողովրդավարության ասենց միջանձնային մակարդակի լուծվող հարցն է։ Այսինքն այդ սահմանի ամենաթողության եւ ժողովրդավարության սահմանի ճիշտ գծման մեջ, որտեղ թե քաղաքացին թե պետությունը մեծ անելիք ունի։ Այո, մարդը բարձրագույն արժեք է, բայց մարդը պիտի ոչ միայն ինքը իրեն իբրև բարձրագույն արժեք գնահատի, այլ նաև դիմացի մարդուն։ Երևակայ այսքանը։ Երրորդ կետը մշակույթ եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցի։ Հայերենը եւ հայկական 4000-ամյա մշակույթը աշխարհին ներկայանալու մեր անձնագիրն է եւ մեր ինքնության հավաստիքը, որ մշտական հոգացության կարիք ունի։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին եղել է եւ պետք է լինի մեր հազարամյակների ավանդույթների, հոգեվոր եւ ազգային արժեքների պահապանը։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին հայության անբաժանելի մասն է, որ պետք է ծառայի պետությանը եւ ժողովրդին։ Թերևս ուշադիր ունկնդիրները արդեն նկատեցին, թե ինչ նուրբ բաժանում ենք մենք դրել հայ առաքելական եկեղեցու գործունեության եւ պետության հետ հարաբերություններում, որովհետեւ բոլոր այն հարյուրամյակներում, երբ մենք չենք ունեցել պետականություն, եկեղեցին ինչ որ չափով փորձել է, մասամբ հաջողվել է, մասամբ չի հաջողվել փոխարինել պետական կառույցներին, բայց ինքնիշխանության ու անկախության վերականգնումից հետո միանշանակ է, որ եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ եւ եկեղեցին պետք է վերադառնա իր բուն առաքելությանը, պետք է վերադառնա հոգեվոր աշխարհին, պետք է վերադառնա հոգեվոր արժեքների մեղմ ասած կառավարմանը, եթե իհարկե այդ արժեքները ընդհանրապես հնարավոր է կառավարել։ Ես ուզում եմ այս կետում առանձնապես ընդգծել հայերենի դերը։ Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն շատերը համարում են հայերենը եւ այստեղ շատ կարեւոր բացթողում են անում, որովհետեւ ըստ գործող օրենքի Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն գրական հայերենն է, շեշտում եմ, գրական։ Իսկ որքանով ենք մենք տիրապետում մեր գրական լեզվին, մեր գրական հայերենին։ Արդյոք շատ հաճախ ինքներս չենք աղավաղում, չենք նենգափոխում այդ հայերենը, հավելելով այնպիսի բառերով, այնպիսի արտահայտություններով, որոնք ոչ միայն կենսազրկում են, ավշազրկում են մեր լեզուն, այլև խանգարում են, խաթարում են մեր մտածողությունը, որովհետև ոնց ուզում եք վերցրեք, լեզուն առաջին հերթին մտածողություն է, հետո նոր հաղորդակցության միջոց։ Ցանկացած միտք արտաբերելուց առաջ նախ պատտվում է մարդու գլխում։ Եկեք այս հանգամանքը այնուամենայնիվ հաշվի առնենք։ Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ հայերի հարատևության բանալին իսկապես հայերենն է եւ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տառերով արտահայտվող գիրն է։ Հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ ժամանակակից տեխնոլոգիաները, գլոբալ փոփոխությունների ենթարկվող աշխարհը բազում նորություններ են բերում եւ այս նորություններին մենք ոչ թե պետք է վերաբերվենք այնպես վախվորած կամ թշնամաբար, այլ միանգամայն հակառակը։ Բոլոր այս նորությունները մենք պետք է փորձենք ներմուծել մեր հայերենա գիտության մեջ, հայերանա պաշտպանության, հայրենասիրության մեջ։ Կարծում եմ դուք ձեր հավելումը ունեք, պարոն Զաքարյան։ Այնքան ճշգրիտ եւ դիպուկ ամեն նկարագրեցիք, որ անկեղծ երբ որ լսում ես տարբեր մարդկանց, ովքեր փորձում են հայերեն խոսեն, իրենք այնքան են արժեզրկում հայոց լեզուն, որ քեզ մի պատ թվում է, որ եւ շատ հաճախ թվում է, որ մեր
մշակույթում կամ մեր խոսակցականում տարբեր դուք նշեցիք տարբեր նորություններ ենք ստացել, տարբեր բառեր ենք ստացել ու դրան զուգահեռաբար այդ բառերը եկել եւ մեր գրական լեզվին, մեր հայոց լեզվին են ավելացել։ Ես որ ծանոթությունից մեր մայրենի լեզուն այսպես սողացել ու գնացել է, որտեվ այնպեսի արտահայտություններ, այնպեսի բան, որ ասում ես, գիտես, մեր մայրենի լեզվում սրա նշանակությունը այնքան գեղեցիկ է, որ ուղղակի ականջ է շոյում։ Նույն մի դեպք կպատմեմ, մտել էի խանութ, ուզում էի կոշիկի, ինչպես բորս ասում, շնորհոք կոշիկի շնորհոք, չէ, մտածեցի ինձ կարող եք տալ կոշիկի քուղ, չէ, քուղ ասեցի, քուղ ունեք, ինչ, ու բնականաբար այդ կոշիկի խանութ էր, ինքը պետք է քուղ ուներ, ինքը քուղ ունի, բայց ինքը անգամ քուղ բառի նշանակությունը չգիտեր, այստեղ է սկսվում այն ինչ որ դուք նշեցիք, ու ինչ վերաբերվում է երրորդ կետին, դուք շատ ճիշտ հայրաքելակեցու դերն ու նշանակությունը մատնանշեցիք, բայց թույլ տվեք նաև կարևորագույն համարեմ խոսել մշակույթի մասին։ Մեր մշակութային հազարամյա պատմությունը իսկապես մի քիչ ձևափոխվել է, որովհետև շատ հաճախ մենք լսում ենք մեր Կոմիտասի ստեղծագործությունները կամ մեր հազարամյա ստեղծագործությունները այլ հարևան պետությունների երկացանկերում եւ մենք դրա հետևից չենք գնում, որպեսզի պաշտպանենք իրավունքի մասով ասեմ հեղինակային իրավունքը, մշակութային իրավունքը, մտավորստատպականության իրավունքը, այլ ասում ենք թող տարածվի մեր ստեղծագործությունը, չէ, թող չտարածվի, դու տեր եղի, գնա, պաշտպանի քո իրավունքները, որովհետև ինքը որ տարածի, ինքը շատ հեշտ ու հանգիստ կարա դա դարձնի իրենը։ Իրավաբանորեն, պետականորեն, ինքը դա կարող դարձնել իր անձնական ստեղծագործությունը եւ արդեն ինքը թույլ չի տա, որ դու ոչ միայն տարածես իր ստեղծագործությունը ստեղծած, այլև օգտագործես քո մշակույթում։ Սա էլ է շատ կարևոր, որ մենք տեր չենք կանգնում մեր մշակութային ժառանգությանը։ Կարծում եմ տեր կանգնում ենք մեր մշակութային ժառանգությանը, պարզապես մշակույթի սահմանումը չենք տվել, որովհետև մշակույթ այնքան տարողնակ, այնքան բովանդակային հասկացություն է, որ մի ամբողջ ժամ, մի քանի օր, ինչու է մի ամբողջ ժամ է, մի քանի օր կարող է, հնարավոր է եւ պետք է խոսել մշակույթի մասին։ Գիտեք, այս ժամանակին աշխատում էի Հայաստանի Հանրապետության օրաթերթում եւ բացի քաղաքական մասից վարում էի մշակույթի բաժինը։ Եվ ինձ համար թերևս իմ աշխատանքի, որ այդպես էլ չեկավ, ամենակարևոր օրը կլիներ այն օրը, որ մշակութային իրադարձություններին մենք անդրադառնայինք ոչ թե 5-րդ էջում, այլ առաջին էջում, կարևորելով, արժևորելով մարդն ու մշակույթը։ Մենք հիմա էլ այդ կարևորությունը չենք զգում։ Մենք հիմա էլ մշակույթին վերաբերվում ենք կարծես թե կիրառական ուտիլիտար իմաստով, որը սխալ է եւ որը պետք է անպայման փոխել ու մենք փոխելու ենք դա միանշանակ։ Պարոն Բեջյան, ձեր ստատուսներից մեկում դուք գրել էիք, որ ավանդույթը ոչ թե մոխիրը, այլ կրակը պահելն է։ Եթե փորձենք այս դիտանկյունից անդրադառնալ մշակույթին, հայրաքելական եկեղեցուն, ընդհանրապես հայերենին, ավանդույթներին եւ մթնոլորտին, ինչ ունենք անելու։ Մեր եկեղեցու մշակույթի նաև լեզվի դերը բնորոշեցիք, բնութագրեցիք շատ ճիշտ, այսինքն այն ժամանակահատվածը դարեր, որ պետություն չենք ունեցել, կատարել են ազգապահպանության դեր։ Հիմա այսօր, երբ մենք արդեն ունենք պետություն, մենք խնդիր ունենք թե իբրև ժողովուրդ, թե իբրև քաղաքացի, թե իբրև պետություն, մենք խնդիր ունենք թե մշակույթի, թե եկեղեցու եւ թե լեզվամտածողության վերարժևորման, նրանց նոր դերի ընկալման, հետո նոր արդիականացման, այդ մոխիր կրակ ասած, այսինքն
այն դերը, որը կատարել է մշակույթը եւ եկեղեցին միջև պետություն ունենալը մեր, այդ դերը այսօր մոխիրն է։ Նրանք նոր դերը պետք է հաղորդել, որը հենց կրակը կլինի։ Ու այդ նոր դերը պիտի լինի պահպանողական հատվածը պիտի լինի մեր ավանդույթների առումով, բայց ինքը պարտավոր է արդիականանալ ու պարտավոր ենք արդիականացնել, որպեսզի աշխարհին կարողանանք համընթաց գնալ։ Այսինքն ավանդույթը պահելու լավագույն ձևը ավանդույթը փոխելն է։ Ես մի քիչ կտրուկ եմ ձևակերպում։ Կտրուկ եք ձևակերպում, բայց եթե խորանայես, հա, հենց փոխելն է, այսինքն ավանդույթի գործառույթը, դերը, ընկալումը կարող ես փոխել, բայց այդ հիմքը չի փոխվի ավանդույթի։ Իսկ եթե չփոխես, փորձես մատուցել հին ձևով, դրանից ավելի շատ կփոխվի, ինչ մենք այսօր անում ենք։ Անցնենք 4-րդ կետին։ Սփյուռք։ Հայկական սփյուռքը հայապահպանության, արտասահմանում պետության ու ժողովրդի անանց արժեքների ու շահերի պաշտպանության, միասնականության ու զարգացման կարևորագույն երաշխիք է եւ պետք է լինի պետականության դիրքերի ամրապնդման գրավական։ Սփյուռքը մեզ համար միշտ եղել է շատ ցավոտ խնդիր։ Եվ Սփյուռքի հետ Հայաստանի Հանրապետության, եթե սկսենք առաջին հանրապետությունից, երկրորդ, երրորդ հանրապետություններում միշտ շատ տարաբաժանված դեր է ունեցել։ Եվ որևէ մեկի համար գաղտնիք չի նաև այն հանգամանքը, որ հիմա Հայաստան-Սփյուռք կապերը ինչ-որ խզման, ինչ-որ չհասկացվածության, չմբռնումի դաշտում են գտնվում։ Մինչդեռ գլխավոր խնդիրը մեր իսկապես այս պարագայում միասնականությունն է։ Գլխավոր խնդիրը այն ընկալումն է, որ եթե մենք չունենանք Հայաստան, մենք Սփյուռքը շատ արագ ենք կորցնելու։ Այսինքն ցանկացած պարագայում անգամ խորհրդային Հայաստանը Սփյուռք պահելու միջոց է եղել։ Շատ տարատեսակ միջոց, բայց այնուամենայնիվ միջոց։ Եվ այսօր Սփյուռքի գնահատականը, Սփյուռքի հետ կապերի գնահատականը մենք բացարձակապես չպետք է սահմանափակենք հովանավորչության, ֆինանսների, չգիտեմ ինչ դաշտում։ Ես կարծում եմ, որ գլխավորը ստեղծված պայմաններում համենայն դեպս առաջին հերթին կարևորը, գլխավորը, առանցքայինը փոխըմբռնման գալն է եւ այն հիմքի, այն ատաղձի ընդունումը, որ Հայաստանի Հանրապետությունը նաեւ Սփյուռք պահելու, Սփյուռքը հայ պահելու, Սփյուռքում հայապահպանության, Սփյուռքում ինքնության պահպանության միջոց է։ Սկսենք պարոն Վեջանյանից, ձեր գնահատականը։ Սփյուռքի մասով շատ կտրուկ կասեմ։ Մենք ընկալել ենք, մենք հայաստանցիներս, Հայաստանի ղեկավարությունը միշտ Սփյուռքը ընկալել է որպես քսակ, Սփյուռքը մեզ միշտ ընկալել է որպես մուրացական բարեկամ։ Ու այդ հենց արժեքների տեսակետից ենք եթե նայում, այս վերաբերմունքն ու ընկալումը պետք է վերարժևորել։ Ինչպես շատ մեխանիզմներ կան, սկսած մշակութային օղակներից մինչև տնտեսական օղակներով, ու դա կարող է լինել փոխշահավետ։ Ու այդ փոխշահավետությունը պիտի ունենա նպատակ մշակույթի պահպանման, հավատքի պահպանման, կրոնի պահպանման եւ ամենակարևորը պետության ու պետականության պահպանման։ Նաեւ ինքնության պահպանման համար։ Նաեւ ինքնության պահպանման համար։ Ինձ բնորոշ հակիրճ։ Փորձեմ ավելի հակիրճ լինել, քանի որ ամեն ինչ ասեցիք, պետք է բոլորս գիտակցենք, թե Հայաստանում, թե Սփյուռքում, որ առանց Սփյուռք չկա Հայաստան եւ առանց Հայաստան չկա Սփյուռք։ Մեհերը շատ ճիշտ ընդգծեց, որ մենք տարիներ շարունակ գոնե իշխանության մակարդակով այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ մենք մեր Սփյուռքի հայրենակիցներին այնտեղ ընկալում ենք որպես ֆինանսական այսպես մի մեծ քսակ, զամբյուղ, չգիտեմ ինչ ուզում եք կարող եք ասել, եւ դե բնական է եւ պարզ է, որ այնտեղի վերաբերմունքը պետք է ուրիշը լինի այստեղի իշխանության գործելավոճի հետևանքով։ Եվ այսօր բողոքել մեկը մյուսից կարծում եմ ամենասխալն է, որովհետև մեկը առանց մյուսի անհնարին է։
Շատ լավ, փորձենք անցնել մեր ամփոփիչ կետին։ Ժողովրդագրություն մեր բոլորի համար շատ ցավոտ կետ է սա։ Տարածաշրջանում եւ աշխարհում Հայաստանի Հանրապետության դիմակայունության, ռազմական, քաղաքական, տնտեսական անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է ժողովրդագրական պատկերի փոփոխություն։ Արտասահմանից ներգաղթի, ծնելիության աճի եւ երիտասարդ ընտանիքների խրախուսման, բարձր աշխատավարձով աշխատատեղերով արտագաղթը կանխելու, որակյալ կրթության, առողջապահության եւ այլ միջոցներով։ Ես պարզապես ամրագրեմ, որ այս չափազանց հակիրճ համայանային դեպի ժողովրդագրության համար չափազանց հակիրճ ձևակերպումը մեր կուսակցության, Հանրապետություն կուսակցության ծրագրի բացված հատվածում արդեն ամրագրված են նաև մեխանիզմներով, թվերով, մեխանիզմներով, երբ ինչ ենք ծրագրում եւ ինչպես ենք այդ ամեն ինչը իրականացնելու։ Ձեզ համար ժողովրդագրական պատկերի փոփոխությունը որ անհրաժեշտությունների շարքում է։ Շատ ճիշտ ամեն ինչ նշեցիք ժողովրդագրության հետ կապված, բայց պետք է ամենադիպուկը արձանագրենք, որ ժողովրդագրության ամենակարևոր բաղկացուցիչ մասը դա աշխատատեղերն է։ Ինչքան էլ ծնելիությունը բազմապատկվի, կքառապատկվի, թե մահվան դեպքեր քառապատկվեն կամ կբազմապատկվեն, միևնույն է, աշխատատեղերով կամ բարձր աշխատավարձով աշխատատեղերի շնորհիվ է, որ մենք կարող ենք ժողովրդագրության դերը կենսակերպի բարձրացումը ապահովել։ Նկատի ունեք կենսամակարդակի բարձրացումը ժողովրդագրության կարևոր պատկերի փոփոխության բաղադրիչ է։ Շատ լավ, պարոն Բեջանյան։ Այսինքն, եթե մենք խոսում ենք ժողովրդագրությունից, երկու հիմնական բաղադրիչ է, արտագաղթ ու ծնելիություն։ Եկեք դրա արժեքային հատվածի քանոր ինքը արժեքների մեջ է վերջու։ Նյութականը հասկացանք, պիտի ունենանք աշխատատեղ, որ մարդը աշխատի, որ չարտագաղթի, ու պիտի ունենանք աշխատատեղ, բարձր վարձատրությամբ աշխատատեղ, որ մարդ կարողանա շատ երեխա ունենալ ու պահել այդ երեխաներին։ Բայց արժեքային կտորը սրա որն է։ Արժեքային հատվածը նա է, որ արտագաղթում են ոչ միայն նյութականից անարդարության զգացումից ու նպատակին չհասնելու հույս չունենալու միջավայրից։ Այսինքն, այս առումով ունենք միջավայրի դրական նման միջավայր ապահովելու խնդիր պիտի լուծենք, մթնոլորտի փոփոխության խնդիր, անարդարության զգացում ու նպատակին հասնելու հնարավորություն։ Սա պիտի տեսնի մարդը։ Ինչ վերաբերվում է ծնելիության առումով, այսինքն ընտանիքին վերաբերմունքի մասին է խոսքը։ Ոչ միայն լավ ես ունեցա երեխա կարողանամ պահել, չեմ կարողանա հաշեմ մեծս գնաց դպրոց, հետո ոնց եմ անում ծախսերը, այլ հասկանանք, որ երեխա ունենալով դու շարունակում ես քո տեսակը։ Դա շատ կարևոր, դա ավելի կարևոր է, քան թե մնացած ամեն ինչ, որտեղ եթե չեղավ շարունակություն, ոչ կունենաս պետություն, ոչ ինքնիշխանություն ու լավ կապրես թե վատ տեղական չես։ Եթե վերաբերմունքը փոխվեց, արժեքային կտորը այսպես եմ տեսնում, եթե դու վերաբերմունքդ փոխեցիր, թե ընտանիքին, թե արտագաղթի առումով մթնոլորտին։ Ժողովրդագրական խնդիրը արժեքային առումով կկարգավորես։ Հրաշալի է, ես կարծում եմ ժամանակներ որ անցնենք երկուստեք շատ սիրված բլիցներին։ Սիրով։ Աղջակարյան սկսենք ձեզնից։ Ինչ կհարցնեիք, եթե հանդիպեիք Սիզիփոսին, որը սիրում էր քարը գլորել, հետո քարի հետևից ընկնել։ Կհարցնեի, երբ գիտես վերջնարդյունքը ինչ է լինելու։ Ինչ ես նորից գնում ու սկսում զրոյական կետից։ Լավ։ Ծով թե լեռներ, որն եք նախընտրում։ Երևի թե ավելի շատ լեռներ, հանգստություն, կանաչ տարածք, շատ լեռներ։ Պատրաստ եք անցնել Ռուբիկոնը ամեն օր։ Մեծ սիրով։ Ձեր սիրած երգը։ Երգը մեկեղծ շատ բարդ հարց տվեցիք, այդ ինձ համար որ Պիտի հարցնեի երգաշարը։ Երգերի ժողովածուն։ Զարմանալի բան ասեմ, շատ սիրում եմ ու շատ լսում եմ մեր
ժողովրդական երգերը եւ առանձնացնել մեկը շատ դժվարանա։ Որ սկզբունքին երբեք չեք դավաճանի։ Սկզբունքներին շատ սկզբունքներ ունեմ, որոնց չեմ դավաճանի, որովհետեւ ինձ համարում եմ սկզբունքային ազնվորություն, սա անհամեստություն չթվա, շատ սկզբունքներ կան, որոնք չեմ դավաճանի։ Հնարավոր է օրը ապրել առանց որևէ օրենք խախտելու։ Իհարկե հնարավոր է, որովհետեւ չգրված օրենքների եւս կան, որոնք ուզած թե չուզած խախտում ենք։ Ձեր արծիվից Ձեզ որտեղ եք տեսնում եւ ինչպես եք տեսնում 5 տարի հետո։ 5 տարի դեռ պետք է ապրել։ Սա ռետորական հարցեր։ Սա հռետորական պատասխան է։ Պարոն Բեջանյան, անցնենք ձեզ։ Կարծում եք, որ կարելի է ստել հանուն մարդու փրկության։ Երբեմն կարելի է ստել հանուն փրկության։ Կարևորը բանալին է, թե կողպեքը, Բանալին, թե դուրը։ բանալին։ Սահմաններ կան մտքի համար։ Չէ։ Բացառվում։ Եթե այդտեղով սահմանափակ մտածողություն ապնի, զարգացումը կանգնի ուղղակի։ Տարբերություն կա երազանքի ու նպատակի միջև։ Միանշանակ։ Նպատակին հասնում ես, երազանքին երբեք։ Երազանքը եթե չվերածվի նպատակի ումն է պետք։ Ինչից երբեք չեք հրաժարվի։ Երևի սկզբունքից։ Ինչ կհարցնեիք, եթե հանդիպեիք Հուդային։ Արժեր, Ձեր արծինց։ երկար գնալ, բայց կայուն, ապահով, թե արագ գնալ, բայց ռիսկային։ Արագ եւ ապահով։ Շնորհակալ եմ։ Սիրելուն կնդերներ, այսպեսին էին Հանրապետության 3 սերնդի ներկայացուցիչները այսօր եւ այստեղ եւ իհարկե ձեզ հետ ու ձեզ համար։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր շարունակում են հենման կետում լինել մեր կողքին։ Հավատացեք, դա նշանակում է լինել ինքներդ ձեզ հետ, որովհետեւ հենման կետում քննարկվում են այնպիսի հարցեր, որոնք վերաբերվում են ձեզնից յուրաքանչյուրին, որոնք վերաբերվում են Հայաստանի Հանրապետությանը եւ որոնք վերաբերվում են ոչ միայն Հայաստանի Հանրապետության անցյալին, ներկային, այլև ամենից շատ ու ամենակարևորը ապագային։ Եղեք մեզ հետ։ Շնորհակալ եմ։ Բարին ընդ ձեզ։